Այս ռադիոհաղորդումը պատրաստվել է պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ժուրնալիստների ասպարեզ ակումբը Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ձեզ հարգելի ռադիոլսողներ, այսօր ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանի։ Բարև ձեզ, Տիկին Զոփունյան։ Բարև ձեզ։ Այսօր ասպարեզ հանրային ռադիոյի եթերում անդրադառնալու ենք առողջապահության ոլորտում դրսևորվող կոռուպցիոն երևույթներին։ Տիկին Զոփունյան, ձեր կարծիքով որքանով է առողջապահության ոլորտում կոռուպցիան տարածված։ Իմ կարծիքով, ինչպես մյուս ոլորտներում, այստեղ էլ անմասն չենք մնացել, այստեղ էլ որոշակի արտացոլումներ կան կոռուպցիայի, եւ դա հատկապես պարզ ու ակնհայտ է դառնում այն դեպքերում, երբ մեզ դիմում են սովորական քաղաքացիներ, ովքեր բժշկական ծառայություններ են փորձում ստանալ օրենքով սահմանված կարգով, անվճար հիմունքներով, սակայն ստիպված են լինում երբեմն վճարել այդ ծառայությունների դիմաց, քանի որ այդ տեսակ դեպքերը բավականին շատ են եւ շատ են մեզ դիմում տեսակ քաղաքացիներ, հասկանում ենք, որ այնուամենայնիվ կոռուպցիա կա ոլորտում եւ դա իր դրսեւորման մի տեսակներից էր ընդհանրապես, որը ես նշեցի։ Նաեւ որոշակի ուսումնասիրություններ են արվում դեղերի ոլորտում, այսինքն ինչպես են ձեռք բերվում պետպատվերի շրջանակներում դեղերի գնումներն ինչպես են կարգավորվում, այստեղ նույնպես որոշակի թափանցիկության կարիք ունենք, այստեղ նույնպես կան խնդիրներ կոռուպցիայի տեսանկյունից։ Մի խոսքով ընդհանուր առմամբ խնդիրը կա ոլորտում, կա նաև կարծում եմ կրթական մակարդակով, եթե մենք խոսում ենք առողջապահության մասին, չենք կարող բացառել այդտեղից կրթություն, այսինքն մեր ապագա բժիշկները, ովքեր սովորում են բժշկական հաստատություններում, այստեղ նույնպես պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի հնարավորինս զերծ մնանք նմանատիպ խնդիրներից։ Տիկին Զոփունյան, խոսեցիք դեղերի գնման մասին, ուզում եմ ձեզ հարցնել, ձեր կազմակերպությունը հետազոտություններ իրականացրել է, թե ինչու է հայաստանյան շուկայում որոշ դեղերի գներ բավական բարձր։ Մենք անկեղծ ասած հենց այս պահին ենք սկսել նմանատիպ մի հետազոտություն եւ կարծում եմ, որ մյուս տարվա կեսերին արդեն պատրաստ կլինի այդ հետազոտությունը, իհարկե սիրով այն կհրապարակենք եւ կկիսենք մյուսների հետ։ Իրականում խնդիրը վերաբերվում է ընթացակարգին, գնումների վերաբերյալ, ինչքանով որ ուսումնասիրել ենք դեռևս օրենսդրությունը, գների տատանումը իհարկե կարող է կապված լինել նաեւ հենց դրա հետ, այսինքն կան տարբեր տեսակի դեղեր, պետք է հասկանալ գնային առումով որն է ավելի մատչելի, եւ որն է ազդելու տեսանկյունից ավելի ճիշտ, որը պետք է բուժաշխատողների հետ քննարկել։ Կան համապատասխան ստանդարտներ, որին համապատասխանելու դեպքում, եթե դեղը անցնում է համապատասխան փորձաքննություն, եթե համապատասխանում է, ուրեմն կարելի է գրանցել դեղը եւ արդեն ներմուծել տարբեր դեղերից։ Իսկ ինչ վերաբերում է պետգնումներին, արդեն կարգավորման խնդիր կա։ Այստեղ ուշադրություն են դարձնում միայն ազդող նյութի առկայությանը դեղերի ձեռքբերման տեսանկյունից, բայց պետք է նաև հաշվի առնել ազդող նյութը եւ դրա հարակից մյուս նյութերը։ Մենք գիտենք, որ դեղերի հիմնականում ազդող նյութն է եւ իր հարակից նյութերը, որ դեղը իր կառուցվածքի մեջ ունենում է։ Այս տեսանկյունից պետք է նայել եւ հասկանալ, թե պետությունը գնման ժամանակ ինչին է ուշադրություն դարձնում եւ ով է ինչ գին առաջարկում, այսինքն կա արդյոք իսկապես այդ մրցակցությունը, արդյոք ձեռքբերված դեղերը ճիշտ ազդեցություն են թողնում պացիենտների վրա, արդյունավետ են թե ոչ, որտեղ ստանում ենք շատ բազմաթիվ զանգեր, երբ մեզ նշում են, որ պետպատվերի շրջանակներում ստացված դեղերը եթե որևէ ազդեցություն չեն թողնում, բայց երբ նրանք ձեռք են բերում դեղատներից կամ ինչ-որ այլ երկրներից ստանում են ինչ-որ այլ դեղեր, նույն հիմքով, նույն ազդող նյութի հիմքով, ապա ավելի արդյունավետ են լինում։ Այս տեսակ հարցերը մենք պատրաստվում ենք մոտակա 1 տարվա ընթացքում ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ բացեր կան։ Իհարկե, որոշակի մասնագիտական հարցեր էլ պետք է նաեւ դեղագործների հետ քննարկվեն, որտեղ այստեղ նյուանսներ կան բացի օրենսդրական հարցերից, եւ իհարկե նաեւ տեսնել կարգավորումը, թե ինչ ընթացակարգով են դեղերը ձեռք բերվում, թափանցիկ են դրանք, թե ոչ։ Կարծում եմ, այս ամեն ինչ իմանալու հետ մեկտեղ մենք նաեւ կհասկանանք ինչու են
են դեղերի գները տատանվում։ Իհարկե նաև դեղերի տատանման, գների տատանման հարցը նաև կարող է լինել ընդհանուր տնտեսական վիճակը, որովհետև շատ մեծ քանակով դեղեր ներմուծվում են եւ եթե դեղարտադրողները փոխում են իրենց գնային համակարգը, հետեւաբար դա նաև մեզ վրա է ազդեցություն թողնում։ Թերևս այսքանը այս հարցի վերաբերյալ իմ կարծիքով մոտակա ժամանակահատվածներում, երբ որ մենք արդեն կունենանք հստակ տվյալներ, հստակ ուսումնասիրություն կատարված, ավելի ճիշտ կլինի այս մասին խոսել։ Արդյոք դեղերի ձեռքբերման հայաստանյան շուկան մոնոպոլիզացված է։ Դժվար կլինի կարծում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև շուկայում բազմաթիվ դեղատներ կան բազմաթիվ ընկերություններ, ովքեր լիցենզիաներ են ստացել տարբեր տեսակի դեղերի ներմուծման հետ կապված, եւ ընդհանուր վաճառքի տեսանկյունից չեմ կարծում, որ դա մոնոպոլիզացված է, այլ խնդիր է դրանց որակի քննարկումը, որը դարձյալ էլի խիստ մասնագիտական հարց է, բայց ընդհանուր առմամբ չեմ կարծում, որովհետև այլընտրանքային տարբերակ դեռևս կա։ Ժամանակը ցույց կտա, եթե դա տենդենս լինի դեպի ավելի մոնոպոլիզացումը, արդեն պետք է մտածել կամ թեկուզ հենց այս պահին պետք է մտածել ինչ-որ միջոցներ, որ կարողանանք կանխել դա։ Կարող եք օրինակ նշել 1-2 տեղ, որը ձեր կարծիքով ասենք կինը բարձրացել է դրանց կինը եւ համարում եք, որ անհիմն է դա տեղի ունեցել։ Որպես քաղաքացի կարծում եմ ավելի շատ ես կփորձեմ պատասխանել այդ հարցին եւ չեմ ուզում կոնկրետ անուններ նշել, կնշեմ ամենահաճախ կիրառվող դեղերի մասին, որոնք հիմնականում հարբուխի ընթացքում են քաղաքացիները հաճախ օգտագործում եւ առանց քննարկելու բժշկի հետ, այսինքն շատ հաճախ իրենք ուղղակի մտնում են դեղատուն եւ ուզում են հերթական ջերմիչեցնողը կամ ցավազրկողը, սրանք երևի այն դասի դեղերն են, որոնք ամենաշատն են սպառվում։ Եվ հենց այդ դեղերի վրա էլ զգում ենք այդ գնային տարբերությունը, ասենք կան ցավազրկողներ, որոնք տարիներ շարունակ ավելի էժան էին, իսկ հիմա բավականին թանկ են, ամենաշատ օգտագործողները հատկապես, որոնք պարացետամոլի հիմքով են պատրաստված, հիմնականում այդ դեղերն են շատ կիրառվում եւ հենց այդ դեղերի պահով էլ ասենք լինում է գնային բարձրացումը։ Նաեւ մեկ այլ հարց կա, օրինակ որպես քաղաքացի ինձ դա շատ է մտահոգում, ես որոշակի դեղեր տեսել եմ, օրինակ դուրս են եկել կիրառությունից մեր հարևան երկրում, օրինակ նույն Վրաստանում, բայց նկատում եմ Հայաստանում դրանք դեռևս կիրառվում են, այսինքն սա նույնպես ինձ մոտ հարց է առաջացնում, թե որն է դրա հիմքը, այսինքն եթե գիտականորեն կան կատարված ինչ-որ վերլուծություններ, որոնք խոսում են այն մասին, որ տվյալ դեղն այլևս արդյունավետ չէ կամ կա փոխարինող ավելի լավ, ավելի արդյունավետ դեղ, ապա ինչու մենք էլ չենք հետևում այդ քաղաքականությանը։ Իսկ ինչ-որ հարցեր կան, որոնք դեռևս կարգավորել եւ ուսումնասիրել է պետք։ Տիկին Զոփոնյան, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները դիմում են ձեզ, ասում են, որ այս կամ այն բժիշկը ինձանից այսինչ բժշկական ծառայությունը մատուցելու համար գումար պահանջեց։ Այո, բավականին շատ են լինում։ Վերջերս նաև մարզերի երիտասարդական ակտիվիստների հետ միասին կազմակերպեցինք մոնիթորինգ, շուտով պատրաստ կլինեն արդյունքները եւ նախնական կարող եմ ձեզ ասել, որ այդպիսի դեպքերը բավականին շատ են։ Դա լինում է եւ պետպատվերի շրջանակներում, հիմնական պետպատվերի շրջանակներում ծառայությունների ժամանակ եւ ուղղակի վճարովի ծառայությունների ժամանակ, երբ բացի դրամարկղ մուտք անելուց նաև երբեմն բժշկին առանձին գումար են վճարում պացիենտները։ Եվ ես ձեզ կարող եմ ասել, թե ինչ են պատասխանել հիմնականում պացիենտները այդ մասին։ Նրանք կարծես թե զգում են ներքին պարտավորվածություն որոշակի վճարելու, կարծելով, որ բուժաշխատողը չի ստանում ըստ էության այն գումարը, ինչ իրեն հասանելի է, եւ նաև շատ հաճախ վերաբերմունքի պատճառով, այսինքն նրանք զգում են, որ եթե չեն վճարում, ապա փոխվում է վերաբերմունքը, այսինքն կարծես թե արհեստականորեն առաջացնում են պացիենտների մոտ այդ վճարման, ես ձեզ նույնիսկ կարող եմ ասել պարտականությունը, որը չկա իրականում օրենքի հիման վրա։ Օրինակ ինչ վերաբերվում է բուժ ծառայություններին շտապօգնության ոլորտում, նշեմ, որ հիմնականում առաջարկում են հենց էլի պացիենտները իրենք վճարել, դա ես մարզերի տվյալներն եմ ասում այս պայդրությամբ, եւ շատ հետաքրքիր է, որ երբեմն նաև մերժում են բուժաշխատողները, այսինքն չեն ուզում վերցնել գումարը, այսպես կոչված շնորհակալության տեսքով շատ հաճախ ամեն դեպքում որոշակի գումարներ են տալիս պացիենտները, բայց ինչ խոսք էստեղ շատ մեծ հարց է առաջանում, եթե մենք ունենք պետության շրջանակներում, անվճար բուժ ծառայություն, եթե պետբյուջեից հատկացումներ են կատարվում այս ծառայությունների մատուցման համար, որպեսզի քաղաքացին շատ հանգիստ մոտենա բուժհաստատություն եւ ստանա իրեն հասանելիք բժշկական ծառայությունը, ապա ինչու պետք է կատարվեն այս վճարումները եւ ուր են գնում այդ հատկացումները։
Սա է շատ լուրջ խնդիր։ Մենք նաև աշխատել ենք բուժաշխատողների հետ, որպեսզի պարզենք նաև իրենց խնդիրները, եւ այստեղ կարծես թե հանգում ենք մի խնդրի առաջ, որ փաստորեն բուժաշխատողներն էլ են դառնում խոցելի, որովհետեւ ըստ էության նրանք չեն ստանում պատշաճ աշխատավարձ, չեն վարձատրվում պատշաճ կերպով, եւ այստեղից էլ առաջանում է խնդիր, որ իրենք փաստորեն կարիք են ունենում այդ գումարների, այսպեսի ինչ որ կազուսային իրավիճակ է ստեղծում։ Այսինքն խնդիրը համակարգային է, որը իմ կարծիքով պահանջում է խիստ վերահսկողություն բոլորիս կողմից, այսինքն մենք պետք է բոլորս լինենք հետևողական եւ հասկանանք, թե մեր կողմից տրված հարկերի հիման վրա ստեղծված բյուջեն, որը հատկացվում է կոնկրետ առողջապահության մասով, ուր է գնում, ինչ թափանցիկություն, մենք պետք է պահանջենք, որ ամեն, չգիտեմ, տարվա վերջում օրինակ կամ ամեն կիսամյակը մեկ լինեն հստակ հաշվետվություններ, թե որքան գումար է տրվել, որքան գումար է ծախսվել բուժ ծառայությունների հիման վրա, ու հասկանանք ինչպես է լինում, որ ամեն տարվա վերջ, մոտ 1-2 ամիս առաջ արդեն պետպատվերի տեղերը ավարտվում են։ Սա արդեն լուրջ խնդիր է իմ կարծիքով, որը պետք է հետևողական լինել եւ հասկանալ ինչպես է պետք լուծել։ Տիկին Զոփունյան, իսկ երբ հիվանդը գալիս դիմում է ձեզ եւ ասում, որ այսինչ բժշկական ծառայությունը մատուցելու դիմաց, ենթադրենք բժիշկը կաշառք է պահանջել հիվանդից։ Նման դեպքերում դուք հիվանդի եւ բժշկի հետ համապատասխան զրույցներ ունենում եք բարձելու պատճառը։ Վերջերս պացիենտին շտապ օգնության աշխատակիցները տարել էին բուժհաստատություն, հրաժարվում էին կատարել մի բժշկական միջամտություն, որ իրականում կարող էին անել անվճար, նրանք պահանջում էին վճարել, ասում էին, եթե չվճարեք, ապա ուղղակի կարող եք դուրս գալ, մենք ձեզ չենք սպասարկի։ Ես հեռախոսի միջոցով ազգակցի հետ խոսեցի եւ ներկայացրեցի իրավիճակը, ասեցի, որ օրենքով սահմանված կարգով էսպես է, դուք չեք կարող պահանջել պացիենտից, նա իրավունք ունի ստանալ այդ բուժօգնությունը։ Վերջում խնդիրը հարթվեց, իհարկե գումար չվերցրեցին, բայց այդպիսի դեպքերը շատ քիչ են լինում, որտեղ 1, 2, 3, 4 հոգի չի կարող այդ բոլոր հարցերով զբաղվել։ Ընդհանուր պետք է տեղեկացվածության մակարդակը բարձր լինի, քաղաքացին պետք է պատշաճ իմանա ինչն է իր համար անվճար եւ ներկայացնի այդ ամեն ինչը բուժհաստատություններում, որպեսզի իրենից գումար չպահանջեն։ Իսկ երբ բուժհաստատությունում տեսնում են, որ դիմացինը տեղեկացված է, գիտի օրենքը, գիտի կառավարության որոշումը եւ այլն, ապա այդ դեպքում իրենք արդեն խուսափում են գումարներ վերցնելուց։ Եվ հետո այսօր գործում են տարբեր տեսակի մեխանիզմներ, որոնցից կարելի է օգտվել, տարբեր տեսակի թեժ գծեր, նույն նախարարության կամ հասարակական կազմակերպությունների, որտեղ կարելի է դիմել եւ շատ արագ ստանալ պատասխան, որտեղ մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ամեն քաղաքացի չէ, որ կխորանա այդ չափ եւ ուսումնասիրի օրենքները։ Թեև միշտ պետք է հիշել, որ մենք բոլորս քաղաքացիներ ենք եւ պետք է գոնե մեր մինիմալ իրավունքները որպես քաղաքացի հնարավորինս իմանանք։ Տիկին Զոփունյան, եղել են դեպքեր, երբ ձեզ դիմեն հիվանդներ, ովքեր ասել են, որ ասենք հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար իրենցից գումարներ են պահանջել։ Դիմել են, որ բժշկասոցիալական փորձաքննությունը, որ անցկացվում է հաշմանդամության կարգ տալու համար, բավականին բարդացված, երկարաձգված եւ ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկներով է անցնում։ Ինչ վերաբերում է գումարային հարցերին, անկեղծ ասած, մենք չենք ունեցել նման դեպք, բայց չեմ կարող բացառել, որովհետեւ այդ տեսակ հարցերում շատ տարածված է նմանատիպ խնդիրը, բայց ես կուզենամ խոսել այդ մասին մենակ այն դեպքում, եթե շատ հստակ բաներ կունենամ, տվյալներ կունենամ, այսինքն փաստաթղթավորված նմանատիպ դեպքեր։ Ամեն դեպքում կարելի է նաև դա էլ դարձնել ուսումնասիրության առարկա, որովհետև ցավոք սրտի գնալով տարեցտարի ավելանում են հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը։ Հարգելի ռադիո լսողներ, այսօր Ասվարես հանրային ռադիոյի հյուրը առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանն է։ Հաշմանդամության կարգ ունենալու դեպքում վիրահատությունները եւ բժշկական ծառայությունների մատուցումն անվճար են, թե ոչ։ Գիտեք, կառավարության կողմից հաստատված որոշում պետական պետպատվի շրջանակներում ծառայություններ ստանալու վերաբերյալ 318 գիծ որոշումն է, որտեղ հստակ սահմանված է եւ ցանկը ծառայությունների եւ խմբերը, որտեղ ներառված
ուղղված են նաև հաշմանդամություն ունեցող, այսինքն հաշմանդամության կարգ ունեցող անձինք։ Ես հիմա կդժվարանամ ձեզ ամբողջ ցանկը ներկայացնել, բայց այս որոշումը հասանելի է համացանցում եւ Arlis.am կայքում, շատ հանգիստ կարող եք ծանոթանալ դրան եւ տեսնել, թե որ ծառայության տեսակն է պետպատվերի շրջանակներում, բայց ես ձեզ կարող եմ ասել, որ մեծամասնությունը ընկնում է պետպատվերի շրջանակներում ծառայությունների ցանկում։ Կարելի է տեսնել, թե ինչ տեսակի միջամտություն է, վիրահատական է թե ոչ։ Հիմնականում այնտեղ կան վերականգնողական մի շարք ծառայություններ, դրանք անվճար սկզբունքներով են, այսինքն պետք է կոնկրետ դեպքով քննարկել, որովհետև դրանք յուրաքանչյուրը սպეციფիկ են, ամեն պացիենտի դեպքում տարբեր է լինում։ Ուսումնասիրություններ իրականացրել եք, թե Հայաստանի Հանրապետության որ բուժ հաստատություններն են առավել կոռումպացված։ Դեռևս չէ, անկեղծ ասած, նման ուսումնասիրություն դեռևս չենք կատարել, բայց կարծում եմ լավ միտք է եւ կարելի է հասկանալ դա, ուղղակի մեխանիզմներ են պետք մշակել այդ ամեն ինչը գնահատելու համար, որպեսզի հնարավորինս անաչառ լինի այդ գնահատումը եւ հասկանանք, թե որն է իսկապես ավելի կոռումպացված բժշկական հաստատությունը։ Չէ, մենք անկեղծ ասած չունենք այդպիսի տվյալներ այս պահի դրությամբ։ Բայց դրա համար որոշակի մեխանիզմներ են անհրաժեշտ, չէ, որպեսզի ձեր կամ այլ անկախ կազմակերպություն իրականացնի այդ հետազոտությունը։ Տեսեք, որպեսզի նախ եւ առաջ պետք է ստեղծել մի անկախ մարմին, ես նույնիսկ կասեի, որ դա պետք է ոչ միայն մեկ ՀԿ լինի, այլ մի քանի ՀԿ-ներ եւ այլ կառույցներ, այդ կառույցներ այդ թվում նաեւ կարող են լինել պետական ինչ-որ վերահսկող կառույցներից ներկայացուցիչներ, այսինքն հնարավոր է նաեւ ստեղծել հանձնաժողով, որը բարբերաբար եւ բոլորովին պատահական կարող է օրինակ ստուգումներ իրականացնել բուժ հաստատություններում եւ տեսնել, թե պետբյուջեի շրջանակներում հատկացված գումարները ինչպես են օգտագործվել, գտնել այդ բոլոր ծախսերի հիմքերը, համեմատել, տեսնել, հասկանալ, թե ինչ պատկեր ենք ստանում։ Այստեղ ուղղակի տարբեր մասնագետների մասնակցություն է նաեւ պետք է իրավաբանների եւ ֆինանսիստների, որովհետեւ մենք հասկանում ենք, որ գործ ունենք եւ թվերի եւ օրենքների հետ, այսինքն պետք է հասկանալ եւ հիմքերը իրավաբանորեն եւ հասկանալ գումարային տեսանկյունից ինչպես են այդ ծախսերը կատարվել, որտեղ պետք է չմոռանանք, որ նաև ամեն բուժհաստատություն ունի իր ներքին կանոնակարգը, իր ներքին կարգավորումները եւ պետպատվերի պայմանագրի դեպքում այդ մասով մենք պետք է ոնց որ վերցնենք, առանձնացնենք եւ ուսումնասիրենք հենց այդ մասը, այսինքն այն մասը, ինչ որ պետպատվերին է վերաբերվում։ Եվ այսօր պետք է նաև ուշադրություն դարձնենք ոչ միայն փաստորեն պետպատվերի շրջանակներում կատարվող, նաև վճարովի ծառայությունների մասով բուժհաստատություններում մենք տեսնենք, որ սահմանված գումարից ավել գումար չվերցվի, լինեն հստակ ծառայություններ նշված եւ ծառայությունների արժեքները նշված, որպեսզի պացիենտը մոտենա, տեսնի, հասկանա, թե ինչ ծառայությունից է օգտվելու եւ ինչ գնային համակարգ է գործում այդտեղ։ Բժշկական ծառայությունների գները բարձր եք համարում, թե ցածր, ընդհանուր առմամբ։ Եթե համաշխարհային մակարդակով դիտարկենք, ապա դրանք այդքան էլ բարձր չեն, բայց հաշվի առնելով մեր պետությունը եւ իր սոցիալ-տնտեսական վիճակը եւ միջին աշխատավարձը, կարծում եմ, որ դրանք թանկ են, բավականին թանկ են։ Եթե հիվանդը գումար չի ունենում բժշկական ծառայությունների դիմաց վճարելու եւ դիմում է ձեզ, այդ դեպքում ինչպիսի գործողություններ եք ձեռնարկում։ Բավականին շատ են եղել այդպիսի դեպքեր, որովհետեւ մենք կազմակերպություն ենք, որը մարդու իրավունքների հարցով է զբաղվում, հիմնականում իրավական հարցերով, իրավական խորհրդատվությամբ ենք զբաղվում, բայց երբեմն մարդիկ մոտենում են ուղղակի դրամական խնդիրներից ելնելով եւ փորձում են ուղղորդել իրենց, փորձում են գտնել ինչ-որ կազմակերպությունների, ովքեր զբաղվում են դրամական աջակցությամբ եւ ինչ-որ լուծումներ են գտնում։ Երբեմն նաեւ դիմում են այլ երկիր մեկնելու խնդրանքով, որպեսզի օգնենք նրանց այլ երկրներում։ Արդեն մեծ ծախսեր են դրանք։ Այո, իհարկե մեծ ծախսեր են, գալիս են մի շարք փաստաթղթերով, մի շարք էպիկրիզներով եւ տարբեր տեսակի այստեղ Հայաստանի հիվանդանոցներից բերված թղթերով ու խնդրում են դրանք, չգիտեմ, երբեմն թարգմանել, օգնել, որպեսզի կապ հաստատենք ինչ-որ եվրոպական հիվանդանոցների հետ, այսպիսի դեպքեր են շատ լինում, բայց ցավոք սրտի մենք ուղղակի չունենալով համապատասխան դրամական միջոցներ, ուղղակի փորձում ենք ուղղորդել հնարավորինս ճիշտ տեղ այդպիսի պացիենտներին, որպեսզի կարողանան իրենց խնդիրները լուծեն։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար, Տիկին Զոփունյան, թեմայի վերաբերյալ լրացումներ ունեք։ Միակ բանը, որ կուզենամ ավելացնել, դա այն է, որ մենք բոլորս պետք է ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ առհասարակ հասկանանք, թե մեր կողմից վճարված հարկերը, որ մենք այսքան աշխատում ենք եւ այսքան հարկեր ենք վճարում, ուր են գնում այդ հարկերը եւ արդյոք իրենց նպատակին ծառայում են թե ոչ։ Բոլորս պետք է հետեւողական լինենք այդ առումով։
Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետ Ազոբունյանին, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդիվ։ Այս ռադիոհաղորդումը պատրաստվել է պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ժուրնալիստների ասպարեզ ակումբը Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։